Թուրքին միշտ շոտը հավատում են, բայց հայերը դժը հավատում չեն։ Հայի ասածին չհավատացող իրականությունից կտրված մարդկանց բար չեն գտնում, ասել ուսումնեցիները։ Զայրանում են, որ Խոզնավարձու խնածաղցու ասածներին 250 կիլոմետր հեռու Երևանում չհավատացողներ կան։ Այն դեպքում, երբ մեկ շաբաթից ավելի է, քուն ու դադար չկա սահմանամերձ դարձած այդ գյուղերում ադրբեջանական կրակոցների ձայներից։ Հեռուստացույցով ասում են, որ չեն կրակում։ Պաշտպանության նախարարը խոսած, որ չեն կրակում։ Բանակի ղեկավարին կուզեր հավատալ այս մարդը, բայց հո իր կողքին ապրող Խոզնավարձին ու խնածաղցին չեն խաբում։ Գյուղացիները չեն խաբում, արդեն այդ հարցը լուրջ է։ Լուրջ հարցն արդեն 8 օր է Գորիսի ամեն անկյունում քննարկվող թոփ թեման է։ 20-25 կիլոմետր հեռու առաջնագից դարձած խնածաղից ու Խոզնավարից քաղաքացնող լուրերը լավ բան չեն ուշում արցախցիների հետ պատերազմի բռնի տեղահանության ցավը կիսած մարդկանց։ Գորիսցիները համոզված են, որ Ադրբեջանը ուզում է սադրել մեր դիրքապահներին։ Դե դրած կիլավիզան այլի է։ Որ պատասխան կրակ արձակեն մերոնք ու իրենք աշխարհով մեկ հայտարարեն, թե հայերը խաղաղ ապրել չեն ուզում։ Խաղաղության պայմանագրի չստորագրելու նախադեպ են ստեղծում, կարծում եմ, որպեսզի մերոնք էլ պատասխանեն եւ իրենք առիթ ունենան ցույց տալու, որ մենք պատրաստ չենք խաղաղության։ Թղթի վրա 17 կետանոց համաձայնագրով խաղաղություն դժվար թե իջնի Հայաստանի վրա։ Մեր աչքերին թոս փչելու պես մի բան է, կարճ ասած կեղծ խաղաղություն վստահ են Գորիսում։ Ոչ մի բան խաղաղություն չկա։ Իչև մի ղեկավար չինի նորմալ, խելուկ։ Մեր ողերը մստա, ոչ մի բան խաղաղությունն է։ Թուրքի պիտի կզծնիս, վեր խաղաղությունը գիտա ինչա։ Մեկը այս մյուսն էլ բանանի համաձայնացնի Էլի մի ուրիշ բան ասելու էլի։ Չես իմանում ախորժակը մեծացել աշնորհավորվում։ Նախընտրական ծանր գործով զբաղված Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանն են սպասում Սյունիքում։ Ընդդիմադիր թե դիմադիր կապ չունի, հայ ենք, ուշադիր լսեք կրկնում եմ։ Որևէ մի պատգամավոր այցելած կա այդ գյուղը։ Ոչ, չեն այցելել։ Կրակոցների լուրերից գիշերները աչք շփակող 73-ամյա Արմեն Պապը օրենսդիրում նստածներին հորդորում է խնածաղ Խոզնավար գնալ։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։